2021 թվականի ընտրություններից անմիջապես հետո հուլիսին Եվրոպայի խորհրդի մեր Եվրոպայի խորհրդի չէ, Եվրոպական միության մեր գործընկերները հայտարարեցին Հայաստանին տրամադրվելիք կամ Հայաստանին օժանդակություն իրականացնելու առումով բավականին մեծ ծավալով փաթեթ ֆինանսական։ Եթե ճիշտ եմ հիշում, 1.5 պլյուս 1 միլիարդ այդ տրամաբանության, այսինքն 2.6 փաստորեն 2.6 միլիարդի մասին։ 2024 թվականին տեղի ունեցավ Հայաստան, Միացյալ Նահանգներ, Եվրոմիություն հանդիպումը եռակողմ ապրիլին Բրյուսելում, որտեղ նույնպես հայտարարվեց լրացուցիչ, եթե չեմ սխալվում, 270 միլիոն եվրոյի ծրագրերի մասին։ Եվ այս վերջերս էլ Եվրոմիության ներկայացուցիչը հանձնակատարը Հայաստանում էր եւ հայտարարեց 140 միլիոն լրացուցիչ օժանդակության մասին, ասենք որ գումարում ենք իրար հետ մոտավորապես 3 միլիարդի օժանդակության փաթեթ է ըստ էության քննարկվել Եվրոմիության հետ վերջի 5 տարիների ընթացքում։ Հիմա շատ լավ է որ դուք եք այստեղ, որտեղ ես չէի պատկերացնում, որ արտգործնախարարությունը այս թվերին կտիրապետի թե չէ, կուզենայի իմանալ, այ վերջի 5 տարվա ընթացքում մեր խորհրդանական ցիկլը ավարտվում է այս տարի, այս 5 տարիների ընթացքում, այդ 3 միլիարդ եվրոից, հանած երևի 140-ը, որը ընդամենը մի քանի օր առաջ է հայտարարվել այստեղ, չնայած համոզված եմ, որ ավելի վաղ է նախապատրաստվել փաթեթը, այնուամենայնիվ, որ գումարն է, որ ֆիզիկապես մտել է Հայաստանի Հանրապետություն եւ ինչ տեսքով է դա արտահայտվել մեր տնտեսության եւ մեր ծրագրերի մեջ։ Շնորհակալություն, իհարկե ես կարող եմ առանձին այս տարիների ընթացքում բոլոր համաձայնագրերը եւ բոլոր մասհանումները, որոնք տեղի են ունեցել, ես ուղարկել ես հարցին որպես պատասխան, այս պահին առանձնացրած այդ բացվածքը ես չունեմ։ Բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել, հիմնական մեծ կտորը վերաբերվում է հյուսիս-հարավի ճանապարհի ֆինանսավորմանը, համաձայնագրերը, որոնք կնքվել են 2024 թվականին եւ կարծեմ մեկը 25 թվականին Եվրոպական ներդրումային բանկի հետ եւ դրանց մասհանումների մասին տեղեկությունը կարող ենք ձեզ տալ, գտնվում են ընթացքի մեջ, բազմաթիվ այլ ծրագրեր կան, օրինակ Սյունիքի դիմակայունության մասին ծրագիրը, որը ստորագրեցինք անցած տարի ամռանը եւ ծրագրերը բոլորը ընթացքի մեջ են, առանձին մասերով կարող ենք ներկայացնել, բայց երևի ԱԳՆ-ն կարող է ավելի մանրամասն ասի մնացած հարցերով։ Արտգործնախարարությունը որոշակիորեն տիրապետում է թվերին, պարոն Գևորգյան, եթե խոսքը գնում է 2.6 միլիարդի մասին, այսինքն տնտեսական եւ ներդրումների ծրագրի մասին, ապա 2.6 միլիարդից 1 միլիարդ 496 միլիոնը արդեն իսկ տեղաբաշխված է, դրանք թե այն ծրագրերն են, որոնք ներկայացվեցին պարոն Հովհաննիսյանի կողմից եւ նաեւ մեր բանկերի բավականին էական կտոր եվրոպական երկու բանկերը EBRD-ին եւ EIB-ին տրամադրել են հայկական բանկերին, որպեսզի նոր վարկային միջոցներ կարողանան տրամադրել, իսկ ինչ վերաբերում է երկրորդ ծրագրին, դիմականություն եւ աճին, որի բյուջեն, ինչպես նշեցիք, 270 միլիոն էր, դրանից 62.5-ը արդեն իսկ ծախսված է եւ այս պահի դրությամբ ստորագրված է կամ հաստատված է 270-ից 210-ի բաշխման եւ ծախսային ուղղությունները։ Խնդրեմ, պարոն Գևորգյան։ Կա գնահատական մեր տնտեսական աճի, հատկապես որակի առումով, ոնց է այդ ներդրումները ազդում։ Այսինքն նաեւ տնտեսական կառուցվածքի վրա։ Ես ինչ նկատի ունեմ, ասենք օրինակ Իմ վերջի հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրոպական միությունը եւ Եվրոպական միության անդամ պետությունները, օրինակ նույն Ադրբեջանում, ուղղակի ներդրումներ են կատարում տնտեսության մեջ ու բազմամիլիարդ ներդրումներ են։ Իդեպ խոշորներից մեկը նաեւ Ֆրանսիայի Total Energy-ն է,
որը հայտնի գազահանքային արդյունաբերության մեջ է ներդրումներ անում եւ այս վերջ տարիներին նաեւ մեծացրել է։ Հիմա ուզում եմ այդ հասկանամ։ Մեզ մոտ այդ ներդրումները ինչն են խթանում եւ ինչ որակ են հաղորդում մեր տնտեսությանը եւ մեր տնտեսական զարգացման հեռանկարին։ Կա նմանատիպ վերլուծություն։ Ընդհանուր առմամբ մանաձևը մեր գնահատականը նա է, որ կապիտալ ներդրումները հնայի վրա ունենում են 1.4 գործակցով ազդեցություն, բայց եթե խոսենք առանձին ծրագրերի մասին, ամեն ծրագիր ունի իր տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը։ Բանովանցան կներեկելի կպարզը բանեք, ավելի պարզ, թե 1.4-ի պահ, այսինքն մեկ միավոր ծախսած գումարը 1.4 հնայի ավելացում։ Բայց առանձին ծրագրերը բնականաբար մինչև ստորագրվել է եւ մինչև իրականացվել է առանձին գնահատման է ենթարկվում, որտեղ գնահատվում է ամեն մի առանձին ծրագրի տնտեսական արդյունավետությունը եւ այս դեպքում պետք է առանձին նայենք ամեն մի առանձին ծրագիր, եւ եթե ձեզ հետաքրքրում է թե կոնկրետ ծրագրերը ինչպիսի ազդեցություն են ունենում, այդ ազդեցությունները նկարագրված է այդ ծրագրերի feasibility-ների մեջ։ Եթե խոսենք օրինակ այն ծրագրերից, որը մենք իրականացնում ենք Եվրոմիության հետ, ապա կասկածից վեր է, որ այն ինչ որ մենք հիմա անում ենք Հյուսիսարավի հարավային կտորի կառուցման համար շատ էական ազդեցություն ունի նաև խաղաղության խաչմերուկի կենսագործման տեսանկյունից եւ կարծում եմ, որ դա շատ էական թե տնտեսական եւ թե ռազմավարական առումով կարեւոր ծրագրեր են։ Թեև դրանց ազդեցությունը կերևա այն ժամանակ, երբ որ փաստացի ենթակառուցվածքը կառուցված կլինի։ Նաև Սյունիքի դիմակայունության ծրագիրը, որտեղ բազմաթիվ ենթակառուցվածքներ են ստեղծվելու, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, ջրային ենթակառուցվածքներ եւ այլն։ Եվ եթե խոսենք այս վերջինի մասին, վերջի համաձայնագրի մասին, որը ստորագրեցինք օրեր առաջ, ապա դա արդեն քաղաքականության փոփոխությունների, այսինքն ռեֆորմների աջակցության ծրագրեր է, որը վերաբերվում է առանձին ոլորտներին, դրա տնտեսական ազդեցությունը չեմ կարող ասել, բայց իհարկե կարող ենք նաև մասնավոր ներդրումներին, որը տեղի ունենում Հայաստանում, որը հիմա ես չեմ նայել, որպեսզի համատենք, թե ասենք Ադրբեջանում ինչպիսի ներդրումներ են տեղի ունենում ի տարբերություն Հայաստանի, դա կարող ենք առանձին նայել եւ հասկանալ։ Եթե կարելի է հավելեմ, այն կարևորություններից մեկը, որտեղ Եվրոպական հանձնաժողովը որպես հանձնաժողով աջակցում է Հայաստանի եւ համատեղ ներդրումներ ենք մենք իրականացնում, դա ստանդարտների ենթակառուցվածքների զարգացումն է, կարծում եմ, որը շատ էական նշանակություն միգուցե այս պահին չունի, բայց միջնաժամկետում եւ երկարաժամկետում հատկապես երբ